Սիրելի բարեկամներ, ուզում եմ մի լուրով կիսվել ձեր հետ, երևի կհիշեք, անցյալ տարվա վերջում ընդունեցինք մի ծրագիր Ղարաբաղի մեր հայրենակիցների համար, որը ինքնազբաղվածության ծրագիր էր կոչվում, եւ հիմա մենք փաստորեն անցնում ենք այդ ծրագրի իրականացման փուլին եւ ես ուզում եմ հայտարարել դրա մասին ու նաեւ ցույց տալ, թե ինչպես է դա պետք անել։ Իհարկե մենք հետագայում ավելի մանրամասն ուղեցույց կդնենք մեր կայքերում, բայց որպեսզի ինտերակտիվ լինի, դա ուզում եմ ցույց տալ, ուզում եմ հիշեցնել խոսքը ուսուցման, բիզնես ուղեկցման եւ կապիտալ փոքրիկ կարելի ասել մինչեւ 2 միլիոն դրամ կապիտալ ներդրման մասն է, որ փոքրիկ ձեռնարկություններ ստեղծվեն մեր հայրենակիցների կողմից։ Ծրագրից կարող են օգտվել միայն բնակարանային ապահովման ծրագրի մեր շահառուները, իհարկե նորից մանրամասները կհրապարակենք, բայց որպեսզի շատ կարճ ասեմ, սրա մասին է ծրագիրը։ Ուրեմն ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել մեր աշխատանքային հարթակ, որը կոչվում է eWork AM, որը հասանելի հայերեն լեզվով կայք է, մուտք գործել, նշել, ես իհարկե ունեմ արդեն օգտահաշիվ, դրա համար ինձ համար հեշտ է դա անելը, եւ մուտք գործելուց հետո, երբ որ արդեն երևում է տվյալները, զբաղվածության ծրագրեր եւ դիմումներ բաժնից պետք է սեղմել ԼՂ տեղանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիր կոճակը եւ այստեղից արդեն դիմել կոճակը, բայց մինչեւ դա անհրաժեշտ է անպայման լրացնել այս կարիքների գնահատման հարցաթերթիկը, որտեղ հարցեր է տրվում շահառուի վերաբերյալ, սա ընդհանրապես մեզ պետք է ապագայում պրոֆիլավորելու մեր քաղաքացիներին եւ դրանից հետո արդեն գրանցում է տեղի ունենում շահառուի եւ այդ գրանցումից հետո մենք ցանկերը հավաքում ենք ու արդեն փոխանցում ենք այն կազմակերպություններին, որոնք հրապարակային օֆերտայի հիման վրա պետք է զբաղվեն ուսուցմամբ, բիզնես ուղեկցմամբ եւ նաեւ բիզնես ծրագրի գրելով, որի արդյունքում էլ այդ կապիտալ ներդրումը պետք է արվի այդ ծրագրի մեջ, հետևեք մեր պաշտոնական լրահոսին, որից նորից ավելի մանրամասն կիմանաք, բայց շատ ամփոփ արդեն կարող եք այս իմ ասած տեղեկատվությամբ գրանցվել ծրագրի համար, եթե բավարարում եք ծրագրի չափանիշներին։